հակաեկեղեցական կամպանիան այնքան բազմաշերտ է, այստեղ շատ շահեր կարող եք դուք հայտնաբերել կամ շատ ականջներ։ Այո, մեկը հենց 2026-ի ընտրություններում անխոչնդոտ վերարտադրության անհագուրտ մոլուցքն է Նիկոլ Փաշինյանի, որտեղ նա բոլոր դիմադրության կենտրոններն է քանդում, կլինի դանդիմադիր, լրատվական, այդ թվում նաև եկեղեցին, սա մեկ։ Բայց այստեղ կան նաև երկու գլոբալ շերտեր։ Ես չէի ուզենա այնքան պրիմիտիվ գտնվենք, որ սա սահմանափակենք միայն ադրբեջանական պատվերով։ Դա էլ կա, Փաշազադեի բոլոր հայտարարությունները մենք հիշում ենք։ Բայց այս հարցում ես ավելի վճռորոշ եմ համարում Արևմուտքի գլոբալիստական շրջանակների պատվերը։ Մերձավոր Արևելքում նոր ստատուս քվո եւ նոր ճարտարապետություն է կառուցվում եւ նրանց պետք է այդ գլոբալիստական խաղացողներին անատամ Հայաստան այս կոնֆիգուրացիայով, իսկ գաղտնիք չի, որ Մերձավոր Արևելքում հայկական շահերի առաջմղողը հենց հայ առաքելական եկեղեցին էր։ Այսինքն լուծվում է հայկական գործոնի չեզոքացման խնդիր եկեղեցուն թիրախավորելով։